Ողջույն բոլորին։ Եկեք պատկերացնենք մի բրենդ, որը գլխիվայր շուռ է տալիս մարքեթինգի մասին մեր բոլոր պատկերացումները։ Մի բրենդ, որի համար աշխարհի ամենահարուստ մարդիկ հերթ են կանգնում, բայց ոչ թե ինչ-որ բան գնելու, այլ ուղակի խանութ մտնելու թույլտվություն ստանալու համար։ Այո, սա Հերմեսի պատմությունն է։ Եվ մենք հենց հիմա կփորձենք հասկանալ նրանց խաղի կանոնները, ինչպես են վաճառում 14,000 եվրո արժողությամբ պայուսակ, դարձնելով այն գրեթե անհասանելի։ Դե ինչ, եկեք սկսենք ամենագլխավոր հարցից. ինչի համար են աշխարհի ամենահարուստ մարդիկ իրար հետ մրցում, որ մի բրենդի կողմից, այսպես ասած, նվաստացվեն։ Ոնց է ստացվում, որ մի բրենդ, որը դժվար հասանելի է, աներևակայելի թանկ ու երբեմն անգամ վիրավորական, ավելի ու ավելի հաջողակ է դառնում։ Հենց այս պարադոքսն էլ հիմա կփորձենք միասին վերլուծել։ Եվ այսպես, մեր առաջին կանգառը Հերմեսի պարադոքսը։ Պարզվում է, որ Հերմեսին ձեր փողը ոնց որ թե ընդհանրապես պետք չի։ Հա, լուրջ եմ ասում, քանի դեռ դուք չեք ապացուցել, որ արժանի եք իրենց արտադրանքին, այնպես որ մոռացեք այն ամենը, ինչ մինչև հիմա գիտեիք խանութների մասին։ Սա լրիվ ուրիշ աշխարհ է։ Այո, պատկերացրեք, քայլում եք փողոցով, տեսնում եք Հերմեսի խանութն ու որոշում եք մի պահ մտնել։ Դե մոռացեք, դուք չեք կարող ուղակի ներս մտնել։ Ի տարբերություն աշխարհի ցանկացած այլ խանութի, այստեղ չի կարելի պարզապես զննել տեսականին։ Ձեզ նախապես հաստատված հանդիպում է պետք, այլապես հավանականությունը շատ մեծ է, որ ձեզ ուղակի կխնդրեն դուրս գալ։ Ու սա ամենահաճախ հանդիպող սցենարն է, հատկապես եթե առաջին անգամ եք փորձում։ Կամ ձեզ կասեն, որ խանութն ամբողջությամբ ամրագրված է, կամ շատ քաղաքավարի ձևով ցույց կտան դուռը։ Ու սրա իմաստը որն է։ Բան այն է, որ իրենց նպատակը շատ հաճախորդ ունենալը չէ։ Ընդհակառակը, իրանք ուզում են ընտրյալների, արժանիների մի փակ ակումբ ստեղծել։ Լավ, բա ոնց անել, որ այս կոդը կոտրվի։ Ոնց մտնել այդ փակ ակումբ։ Դե եկեք տեսնենք, թե ինչ խիստ ու չգրված կանոններ կան, որոնց պարտադիր պետք է հետևել։ Ուրեմն, պատրաստ եք, ահա առաջին 3 խոչընդոտները։ Ամենաառաջինը պետք է կարողանաք հանդիպում պլանավորել։ Երկրորդ, պետք է բրենդի պատմությունը ջրի պես իմանաք։ Եվ երրորդը, որը երևի թե ամենակարևորն է, դուք պետք է ընկերանաք դարպասապահի հետ, այսինքն խանութի աշխատակցի։ Իրականում հենց իրենք են որոշում, թե ով ինչ կարող է գնել։ Կանոնը շատ պարզ է։ Եթե դու բրենդը չես ճանաչում, իրենք էլ քեզ ճանաչել չեն ուզում։ Այսինքն դու պետք է քո տնային աշխատանքն արած լինես, պետք է իմանաս իրերի պատմությունը, ամեն ինչ։ Եթե տեղյակ չես, դա արդեն բավարար պատճառ է, որ քեզ խանութից դուրս հրավիրեն։ Այդքան լուրջ։ Okay, ենթադրենք անցանք առաջին փուլերը։ Հիմա սկսվում է ամենահետաքրքիրը՝ Հերմեսի խաղը։ Սա մի տեսակ բարձր խաղադրույքներով խաղ է։ Որպեսզի շահես գլխավոր մրցանակը, պետք է սկզբում փող ծախսես, որ ուղղակի իրավունք ստանաս այդ մրցանակը գնելու։ Ու ինչ է նշանակում փող ծախսել։ Սա նշանակում է, որ դու պետք է սկսես գնել այնպիսի բաներ, որոնք քեզ միգուցե ամենևին էլ պետք չեն, որպեսզի կառուցես քո, այսպես ասած, գնումների պատմությունը։ Օրինակ, ասենք 500 եվրո 10 սովորական մազակալի համար։ Հա, մազակալի։ Դա դեռ քիչ է։ Կամ օրինակ մի 1000 եվրո էլ բանալուկ կախազարդի համար։ Տեսնում եք, սրանք ուղղակի թանկարժեք մանրուքներ չեն, սրանք ձեր հավատարմությունը ստուգող թեստեր են։ Ու այս ամբողջ ծախսերը, սա ընդհանրապես ձեր մուտքի տոմսն է։ Տոմս, որը ձեզ իրավունք է տալիս, որ գուցե, ընդհանրապես գուցե, ձեզ առաջարկեն գնել այն 14,000 եվրոանոց պայուսակը։ Այսինքն դու գնում ես սրբիչներ, մոմեր, թաշկինակներ, միայն նրա համար, որ մի օր հասնես այդ լեգենդար պայուսակին։ Խելագարություն է, չէ՞։ Ու այստեղ կա խաղի ամենաանողոք կանոնը՝ գնումների պատմությունը։ Դա ձեր ծախսերի ցուցակն է 1 տարվա կտրվածքով, բայց ամենակարևորը, ամեն տարվա հունվարի 1-ին այդ պատմությունը զրոյանում է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Հերմեսին ընդհանրապես չեն հետաքրքրում նախկին հարուստները։ Դու պետք է ամեն տարի նորից ու նորից ապացուցես, որ դեռ հարուստ ես։ Լավ, բայց մի րոպե, ինչի համար է այս ամեն ինչն աշխատում։ Ինչու է այս տարօրինակ ռազմավարությունն այդքան ուժեղ ազդում մարդկանց հոգեբանության վրա։ Դե եկեք խորանանք մի քիչ ու հասկանանք, թե ոնց է Հերմեսը ստեղծում այդ անհագ ցանկությունը։
Եկեք մի հատ ամփոփենք, թե ինչ խոչընդոտների միջով պետք է անցնի գնորդը։ Ուրեմն պետք է նախապես հանդիպում պլանավորես։ Պետք է հետևես չգրված դրես կոդի։ Պարտադիր պետք է ուրիշ իրերի վրա փող ծախսես։ Հետո էլ երկար սպասես, մինչև քո գնացը փաթեթավորեն, պետք է անպայման լավ հարաբերությունների մեջ լինես աշխատակիցների հետ, ու վերջում, նույնիսկ եթե հաջողվեց, կես տարվա մեջ կարող ես ընդամենը մեկ հատիկ լեգենդար պայուսակ գնել։ Ու կրկին հասանք նույն հարցին, բա ինչու։ Ինչու է այս ամբողջ տանջանքը այդքան լավ աշխատում։ Պատասխանը, գիտեք, հոգեբանության մեջ է ու դրան նույնիսկ անուն են տվել՝ Հերմեսի սինդրոմ։ Սա այն երևույթն է, երբ բրենդի ստեղծած արհեստական դժվարություններն ու դեֆիցիտը դառնում են քո էլիտար կարգավիճակի գլխավոր ապացույցը։ Ինչքան դժվար է մի բան ձեռք բերել, այնքան ավելի շատ ես դա ուզում, շատ պարզ հոգեբանությունը։ Բայց այս սինդրոմի ամենաանհավանական դրսևորումը գալիս է հիմա։ Պարզվում է, որ օգտագործված, այսինքն վինտաժային պայուսակի համար կրկնակի գինտալը շատ ավելի հեղինակավոր է։ Ինչու՞։ Որովհետև, տեսեք, երբ խանութից նոր պայուսակ ես գնում, դա ցույց է տալիս, որ դու հիմա հարուստ ես ու կարողացել ես խաղը հագնել։ Բայց երբ վինտաժայինն ես գնում, դա նշանակում է, որ քո ընտանիքը միշտ է հարուստ եղել։ Դու այդ կարգավիճակը ուղղակի ժառանգել ես, դու այս խաղերից վեր ես։ Սա արդեն ոչ թե ներկայի, այլ սերունդների հարստության խորհրդանիշ է։ Լավ, բայց այս ամբողջ համակարգի հիմքում ինչ փիլիսոփայություն է դրված։ Ո՞վ է այս ամենը հորինել։ Եկեք բացահայտենք, թե որն է այս ամենի շարժիչ ուժը։ Այն, ինչ անում է Հերմեսը, կոչվում է վարպետության մարքեթինգ, ու դա լրիվ հակառակն է նրան, ինչ մենք գիտենք։ Սովորաբար ասում են հաճախորդը միշտ ճիշտ է, Հերմեսի աշխարհում միշտ ճիշտ է վարպետը, արհեստավորը։ Սովորաբար բրենդներն են վազում հաճախորդի հետևից, այստեղ հաճախորդն է, որ պետք է ապացուցի, որ արժանի է բրենդին։ Ու եթե բոլորը խոսում են արագությունից ու հարմարավետությունից, այստեղ գլխավորը ծեսն ու համբերությունն են։ Ու այս ամբողջ փիլիսոփայության հիմքը շատ պարզ է՝ արհեստի հանդեպ խորը հարգանքը։ Պատկերացրեք, որ մի պայուսակի վրա սկզբից մինչև վերջ աշխատում է ընդամենը մեկ արհեստավոր։ Այստեղ կոնվեյեր գոյություն չունի։ Որակն ու ավանդույթներն այստեղ ամեն ինչից վեր են՝ եւ արագությունից, եւ նորաձևության թրենդներից։ Եվ կա մի արտահայտությունը, որը երևի ամենալավն է բնութագրում այս ամեն ինչը։ Հարուստ մարդիկ շտապելու տեղ չունեն։ Ամեն ինչ պարզ է դառնում, չէ՞։ Դանդաղ արտադրություն, դանդաղ վաճառք ու հաճախորդներ, որոնք հասկանում են, որ լավագույն բաները ժամանակ ու համբերություն են պահանջում։ Եվ այսպես մենք հասանք վերջին, երևի թե ամենակարևոր հարցին։ Այս ամբողջ համակարգը բրենդի կողմից իր ուժերի վրա բացարձակ վստահության նշան է, թե ուղղակի սպառողների համար ստեղծված մի հանճարեղ թակարդ։ Երևի թե պատասխանը կախված է նրանից, թե դուք Հերմեսի խանութի դռան որ կողմում եք կանգնած՝ ներսում թե դրսում։